Նոր մանրամասներ են հայտնի դարձել Փամբա գետում անհետացած 13-ամյա աղջկա դեպքի վերաբերյալ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզել են, որ որոնվողները 7 եւ 13 տարեկան հարազատ քույրեր են։ Ընտանիքը բազմազավակ է։ Մայրը խնամում է 5 երեխայի։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարների, պարեկների եւ ոստիկանների մեծաթիվ ուժեր, որոնց ակտիվորեն օգնում են նաեւ տեղի բնակիչները։ Որոնողափրկարարական աշխատանքները ընթանում են գետի երկայնքով արդեն մոտ 30 կիլոմետր տարածքում։ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը։ Մասնավորապես ներկայացվել են գյուղատնտեսական եւ այլ արտադրատեսակների արտահանման ծավալները, դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրականացվող քայլերն ու միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ եւ այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, ներդրվող գործիքակազմերին ու մեխանիզմներին, ֆերմերային տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու գործողություններին։ Կարդում ենք պաշտոնական հաղորդագրությունում։ Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի 4-րդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումից։ Փաշինյանն իր որոշման մեջ նշել է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին։ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, նպատակ ունենալով կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։ Նախաձեռնության հիմնական նպատակն է հնարավորություն ստեղծել այցելելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալներին, գնահատել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը, ինչպես նաև փոխանցել ընտանիքների կողմից ուղարկված նամակներն ու լուսանկարները։ Վերոնիկա Զոնաբենդը ընդգծել է, որ 2023 թվականի սեպտեմբերից Ռուբեն Վարդանյանն ու եւս 18 հայ բանտարկյալներ զրկված են հարազատների հետ կապից, իսկ միջազգային մեխանիզմները, այդ թվում Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակի փակումից հետո գործնականում չեն աշխատում։ Նա նշել է, որ հայ բանտարկյալների ընտանիքները փաստացի զրկված են մարդասիրական կապից, իսկ պաշտոնական այցերի ընթացքում խնդիրը հաճախ դուրս է մնում օրակարգից։ Զոնաբենդը դիմել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, խնդրելով աջակցել պատվիրակության այցին, պաշտոնական հանդիպումներին եւ Ումբակիի քերակատարողական հիմնարկում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելուն։ Многие современные политики Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը 10-ին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության վերաբերյալ, նշելով, որ երկրի ղեկավարության կողմից միայն արևմուտքի աջակցության վրա հույս դնելը սխալ քայլ կլինի։ Նարիշկինի խոսքով նման քաղաքականությունը կարող է բարդացնել երկրի ներսում ստեղծված իրավիճակը եւ տնտեսական զարգացման գործում լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել։ Այս հայտարարությունը հնչում է Հայաստանի կողմից Եվրամիության ինտեգրվելու հանձնառության ֆոնին։ 2025 թվականի մարտին մեր երկրի խորհրդարանը ընդունեց օրենք, որով մեկնարկել է ԵՄ-ին անդամակցության գործընթացը։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը նպատակ չունի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից եւ ձգտում է հնարավորինս երկար համատեղել անդամակցությունը երկու կառույցներին։ Ի պատասխան այս դիրքորոշմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ընդգծել է, որ ԵՄ-ի հետ ինտեգրումը ավտոմատ կերպով ենթադրում է ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության դադարեցում եւ այն բոլոր արտոնությունների կորուստ, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Նիստի մեկնարկից առաջ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մանրամասնել է, որ նախարար Միրզոյանի հետ հանդիպումը կոնկրետ աջակցության ցուցաբերման համար է։ Հայաստանում ընտրություններն էին, որոնք ավարտվեցին։ Ռուսաստանը մեծ ճնշում էր գործադրում Հայաստանի վրա, որպեսզի վերջիններս փոխեն իրենց ուղղությունը։ Այս հարցով Միրզոյանի հետ քննարկում ենք պարբերաբար, թե ինչպես կարող է Եվրամիությունը աջակցել Հայաստանին, որպեսզի նախընտրած ուղին չփոխվի։ Թեև մեր երկրի արտգործնախարարությունը նիստի օրակարգային կոնկրետ մանրամասների մասին դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, Կալասի դիրքորոշումը վկայում է ԵՄ-ի պատրաստակամության մասին, խորացնելու Հայաստանի հետ համագործակցությունը ի պատասխան առկա անվտանգային մարտահրավերների։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Երևան, Հայաստան և ՄՄ գործընկերության առնչվող կոնկրետ քայլերն առաջ մղելու նպատակով։ Այս մասին Armenpress-ի փոխանցմամբ հանձնակատարը գրել է X-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ Մարթա Կոսը շեշտել է, որ Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչպես նաև հեշտացնել երկրի առևտրային կապերը ինչպես հարևանների, այնպես էլ Եվրոպայի հետ։ Կառավարության պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 14 միլիարդ 68 միլիոն դոլար։ Այսօր Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով նախորդ տարվա նախորդ ժամանակաշրջանի, այսինքն դեկտեմբերի 31-ի համեմատ, այն ավելացել է ընդամենը 11 միլիարդ դրամով։ Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է Աշուտ կառավարության պարտքը կազմում է 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ, որը նախորդ ժամանակաշրջանի համեմատ, այսինքն դեկտեմբերի 31-ի համեմատ ավելացել է ընդամենը 11 միլիարդ դրամով, իսկ դոլարով արտահայտված մեր պարտքը կազմում է 14 միլիարդ 68 միլիոն դոլար։ Наши западные коллеги, и Соединенные Штаты, и европейцы в урегулировании... Եվրոպական երկրների առաջնորդները սխալ են գնահատում իրավիճակը ռազմական գործողությունների գոտում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով եվրոպացիները սխալմամբ կարծում են, թե Ռուսաստանը պարտվում է, իսկ Ուկրաինան հաղթում, եւ այդ հիմքով փորձում են վերջնագրեր ներկայացնել։ Լավրովը այս հաշվարկները անվանել է պատրանքային, նշելով, որ դա հաստատվել է նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանների Ռուսաստանի արտգործնախարարություն կատարած այցի ժամանակ։ Ըստ նրա, դեսպանները նոր ոչինչ չեն բերել, բայց համառորեն փորձում են առաջարկել իրենց ծառայությունները, չցանկանալով դուրս մնալ գործընթացից։ Բացի այդ, Լավրովը հայտնել է, որ Լուկաշենկոյի հետ հանդիպմանը կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ակնկալում ենք, որ ամերիկյան առաջարկի հիման վրա համաձայնեցված դիրքորոշումը կյանքի կկոչվի, եզրափակել է Լավրովը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Վլադիմիր Պուտինին հանդիպել G7-ի գագաթնաժողովի շրջանակում։ Ըստ Ուկրաինայի ղեկավարի, Կիևը հարցում է ուղարկել Պուտինի հետ հանդիպման համար, որպեսզի բանակցությունները անցկացվեն ԱՄՆ-ի եւ Եվրամիության առաջնորդների ներկայությամբ։ Սա լավ հնարավորություն է բոլորով միասին հանդիպելու համար, հայտարարել է Զելենսկին։ خیلی از این مسائلی که الان به عنوان بخشی از طرح 14 بند Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայել Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ապահովի իսրայելական կողմից համաձայնագրի պահպանումը։ Նրա խոսքով պայմանների խախտումը կհանգեցնի իրանական կողմի փաստաթղթի կատարման դադարեցմանը։ Բաղային շեշտել է, որ Լիբանանի տարածքային ամբողջականությունը ու ազգային ինքնիշխանությունը լիովին հաշվի են առնված համաձայնագրի տեքստում։ Խոսնակը նշել է, որ մինչև Ժնևի հանդիպումը իրենք կայցել են տարածաշրջանի մի քանի երկիր, իսկ հուշագրի ստորագրման հստակ մեխանիզմն ու ձևաչափը կորոշվեն այսօր կամ վաղը, ինչից հետո դիվանագիտական բոլոր մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն։ Անդրադառնալով հարստացված միջուկային նյութերը երկրից դուրս բերելու վերաբերել ԱՄՆ նախագահի խոսքերին, Բաղային նշել է, նրանք արդեն մեկ անգամ փորձել են դա եւ տեսել են արդյունքը։ Հիմա արդյոք ցանկանում են նորից փորձել։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին, քանի որ իրենք անկախ եւ ինքնիշխան ազգ են։ Նա նշել է, որ թե բարձր են գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը եւ շնորհակալ են նախագահ Թրամփին, անվտանգության հարցերը պետք է որոշվեն բացառապես հերական պետության շահերի հիման վրա։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հայտարարված հրադադարի ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի գալու հարավային Լիբանանից։ Կացը շեշտել է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ վարում են հստակ քաղաքականություն, ըստ որի Իսրայելի պաշտպանական ուժերը առանց որևէ ժամկետի սահմանափակման կմնան Լիբանանի, Սիրիայի եւ Գազայի անվտանգության գոտիներում սահմաններն ու համայնքները ջիհադիստական տարրերից պաշտպանելու համար։ Այդ անվտանգության գոտիները մաքրվելու են տեղական բնակչությունից, իսկ բոլոր վերգետնյա ու ստորգետնյա ահաբեկչական ենթակառուցվածքները, այդ թվում որպես հենակետ ծառայեց սահմանային տները, քանդվելու են։
Հում նավթի միջազգային գները նվազել են ավելի քան 4%-ով, սահմանելով վերջին 3 ամսվա նվազագույն շեմը։ Շուկայական այս անկումը պայմանավորված է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հրադադարի երկարաձգման շուրջ ձեռք բերված նոր համաձայնությամբ։ Դիվանագիտական այս քայլը ենթադրում է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբացում, որտեղ անցնում է համաշխարհային նավթաշրջանառության մոտ 1/5-ը։ Փետրվարից ի վեր նեղուցի սահմանափակումները լուրջ էներգետիկ ճգնաժամ էին ստեղծել, զգալիորեն թանկացնելով վառելիքը Միացյալ Նահանգներում եւ բարդացնելով քաղաքական իրավիճակը միջանկյալ ընտրություններից առաջ։ Սակայն ոլորտի փորձագետները դեռևս վստահ չեն, որ բեռնափոխադրող ընկերություններն անմիջապես կվստահեն անվտանգության երաշխիքներին եւ կվերսկսեն նավարկությունը ռիսկային գոտում։ Միաժամանակ Պարսից ծոցի նավթարդյունը հանողներին զգալի ժամանակ է անհրաժեշտ լինելու կրճատված արտադրության նախկին ծավալները լիարժեք վերականգնելու համար։